սաղ լծած է, ընդեղ գարձիրոպն է, վնասվե, կա գարձիրոպը, ստեղ մետր ու կես, այս կարգի կարգուտ էր, այսպես, նոր տեղեք այդ բաներեց, ներգու սեյնակը, իսկ մնացած սեյնակները լրիվ ջերի մեջ էր։ Պարոն Ռուբեն, խնդրեմ մանրամասներ ներկայացնեք երեկվա այս դեպքի հետ կապված, ձեր կինը վիրավորում է ստացել, դեպքի մասին ինչ կասեք, ինչ մանրամասներ կներկայացնեք։ Գիշերը ժամը 12-ի կողմերն էր, ուժեղ կարգուտ տեղած, անձերևը հետ է քամին, երեխաներն է այս կողքի սեյնակը քնած էին, 3 թորնիկս։ Işte մեկի իշխոր զգային կոր ջերի խշխշոց կուկա, նային կոր ջուր է ոտներիս տագար, հազիվ երեխաներին բաներեցինք, հանեցինք երկրորդ հարկ, այդ ընթացքում կինս թորնիկիս գրգելու ընթացքում, որ պիտի կնար, ոտը սայտագեց ընգամ բանը, մետլաղի վրա, ոտը ձերքը վնասվավ, կանչեցինք շտապօգնություն, եկան տարան, նկարել էին, ասել էին, որ այս ձերքի այս մասը կոդրված է ու խշրված է, պիտի իմպլանտ տնենք։ Եկուց վաղը պիտի ենեն օպերացիա։ Երկրորդ անգամ է, չէ՞ ձեր։ Հա, երկրորդ անգամն է, սպես դեպքը պատահի։ Վնասները արդյոք եկել գույքագրել են քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից ճիշտ նոր ասեմ, անցած անգամվա ժամանակ 100,000 դրամ փող են տվել։ Այդ 100,000 դրամը գրոշ է, այս բանի համար։ Այսինքն որ մեր ամբողջ Հայաստանը որ վերցնես, այս կարգի աղետ տեղի չի ունեցի, ոչ մեկի տանը, ես չեմ ցանկանում որ այս բան պատահի հայ ազգին, բայց թե իմ ընտանիքից պատահեց, 2 անգամ են։ Իսկ ինչ նյութական վնասներ եք կրել, բացի ձեր կինը հասկացանք վիրավորում է։ Վնաս են կրել, տունը լրիվ ռեմոնտ է այդ անգամ որ եղել էր, լամինատով, ամեն ինչով փոխել եմ, լավ ընդիր ռեմոնտ է արել, դորից բացի էլեկտրոնիկաները պսախ փճացել եմ, խալադենիկ, լվացքի մեքենա, չաշված գույքը, թանգանոց մեբելներ էր։ Սաղ ջարի մեջ են կար, հայդում են։